Սիրելի հանրապետականներ, մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ եւ հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա դիմակայել արդի մարտահրավերներին ու շարժվել առաջ, ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նման նպատակադրումն է ամրապնդում մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը լինելու է մրցունակ, օժտված հայակենտրոն ձգողականությամբ։ Միասին մենք կարողանալու ենք կայացնել այն երկիրը, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն առաջարկելու տեսանկյունից, անիմաստ կդարձնի օտարափերում վաստակելու որևէ ցանկություն եւ արժանապատվորեն կկանչի իր զավակներին։ Վերադարձեք ապահով Հայաստան։ Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ եւ շատ ավելի բարեկեցիկ։ Այլ ընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցենք այդ Հայաստանը։ Այսօր ունենք կայացած եւ մարտունակ բանակ, որն ապահովում է մեր հայրենիքի անվտանգությունը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ, վերելք ապրող քաղաքացիական հասարակություն, մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում նաեւ ավելի զարգացած ու ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից։ Հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է։ Ապահով հայրենիք եւ ապահովված ընտանիքներ, կազմակերպված պետության համար սրանք անհրաժեշտ նախադրյալներ են կյանքի կոչելու ապահով Հայաստան նպատակադրումը։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը խարխափում է ատելության հետևողական սերմանման եւ պատերազմի հռետորության սարդոստայնում եւ որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ, որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի իրենց պատմական հողում ապրելու իրավունքը։ Մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը։ Սպառազինությունների մրցավազքի կասեցումը եւ ապաշրջափակումը շարունակելու է մնալ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներ։ Բաժանարար գծերը, այլացածությունը եւ հակամարտություններն ուժի սպառնալիքի ու բռնության միջոցներով լուծելու որոշ հարևանների մոտեցումները շարունակելու են մերժված մնալ։ Հայաստանի մեկուսացմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերը լիարժեք կենսունակ չեն եւ խոչընդոտում են տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ զարգացման ապահովման գործընթացները։ Մենք շարունակելու ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործընթացում։ Ոչ մի ժողովուրդ եւ ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի։ Նույն ոգով հայ ժողովուրդն ակնկալում է, որ հարևան երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը, ինքնիշխանությունը, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող եւ սեփական հասարակությունը բռնությամբ մղող քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ ապահով հայրենիքի թիվ 1 գրավականը հայոց բանակն է։ Մեր տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու մեր երկրի նկատմամբ ռազմական արկածախնդրության կասեցումը կախված են մեր պաշտպանական ներուժի ճիշտ եւ նպատակասլաց զարգացումից, արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան։ Ներքին անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովման ուղղված քայլերը ներառելու են համալիր, հետախուզական, քաղաքական,
դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական անհրաժեշտության դեպքում ռազմական եւ այլ միջոցառումներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ եւ մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում եւ նրանից դուրս, ինչի հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծայրերում մեր խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ։ Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում հայրենական արտադրությամբ։ Առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման եւ խոցման միասնական համակարգեր։ Այս ամենում իր կարևորագույն դերն է ունենալու ժամանակակից եւ կենսունակ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը, որի շարունակական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում։ Անկարգությունն ու ծառայեկիցների ահաբեկումը տեղ չունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված եւ արհեստավար։ Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի եւ հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցությամբ հրամանների անվերապահ կատարման վրա։ Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպարեն լինելու հրամանատարները ղեկավարելով անձնական օրինակով։